Լիբիայի ռազմական վերնախավը գլխատվել է։ Անկարայի մերձակայքում կործանվել է Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադին ու եւս 4 բարձրաստիճան զինվորականի փոխադրող մասնավոր օդանավը։ Բոլոր 8 ուղևորները, նաեւ անձնակազմի 3 անդամները զոհվել են։ Falcon 50 բիզնես ջետն Անկարայից վերադառնում էր Տրիպոլի։ Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետից բացի օդանավում եղել է նաեւ երկրի ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմական արդյունաբերության վարչության ղեկավարը, գլխավոր շտաբի պետի խորհրդականը եւ լուսանկարիչը, որը եւս ուներ ռազմական կոչում։ Թռիչքից 15 րոպե անց անձնակազմը հայտնել է վթարային վիճակի եւ օդանավակայան վերադարձի մասին։ 4 րոպե անց կապն ընդհատվել է։ Անմիջապես սկսվել է որոնողափրկարական աշխատանքը։ Ավիավթարից ժամուկես հետո համատեղ որոնումների շնորհիվ մայրաքաղաքի արվարձաններից մեկում հայտնաբերվել են կործանված օդանավի բեկորները։ Նույն հատվածից գտել են նաև օդանավի ինքնագրիչները։ İçerisinde Libya Genelkurmay Başkanı Հայտնաբերվել են սև արկղերը, անցկացվում է համակողմանի հետաքննություն։ Արդյունքները հայտնի կդառնան մոտ ժամանակում։ Ավիավթարի վայրն ընդգրկում է մոտ 3 քառակուսի կիլոմետր տարածք։ Դեպքի վայրում աշխատում է 408 զինվորական, կիրառվում է 103 միավոր ցամաքային տեխնիկա եւ 7 օդանավ։ Վթարից հետո Լիբիայից Թուրքիա է ժամանել 22 զինվորականից բաղկացած պատվիրակություն։ Թուրքիան հերքել է օդանավի վրա հարձակման վարկածը, հայտնելով, որ վթարի պատճառը տեխնիկական է, թե կոնկրետ ինչ խնդիր է եղել, կպարզի քննությունը։ Օդանավը վարձակալված է եղել Մալթայում, սակայն տեղեկություններ չկան դրա տեխնիկական պատմության վերաբերյալ։ Լիբիայում երրորդյա սուք է հայտարարվել։ Ավիավթարի նախորդ օրը Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել պաշտոնական այցով։ Լիբիացի բարձրաստիճան զինվորականը հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ։ Վթարից 1 օր առաջ Թուրքիայի խորհրդարանը հաստատել էր Լիբիայում 1 տարով թուրքական զորքեր տեղակայելու մանդատը, որը նախաձեռնել էր Էրդողանը։ Ռազմական ու քաղաքական աջակցության պատրվակով Թուրքիան այս երկրում էլ է ցանկանում տարածել իր ազդեցությունն ու վերահսկողությունը։ Լիբիայի իշխանությունը բաժանված է արևելքի ու արևմուտքի։ Ալ-Հադադը Լիբիայի արևմուտքում գլխավոր ռազմական հրամանատարն էր եւ առանցքային դեր է խաղացել 2014 թվականին Մուամմար Քադաֆիի տապալումից հետո մասնատված երկիրը միավորելու ջանքերում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։